Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներին զուգահեռ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցավ ակցիա։ Քաղաքացիները եւ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Փողոցի այս հավաքը կազմակերպել է Արթուն ենք շարժումը, ըստ էության երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, մեկը Ազգային ժողովի շենքի ներսում, մյուսը Ազգային ժողովի շենքի դրսում, դա մենք ենք կազմակերպել։ Շենքի ներսի կազմակերպածի հետ մենք որևիցե կապ չունենք, դրսի կազմակերպվածի հետ էլ ներսի ժողովուրդը նկատի ունեմ, պատիվ ունեմ խմբակցությունը կապ չունի։ Մենք ենք Արթուն ենք շարժման անունից հայտարարեցինք, Էդգար Ղազարյանն էլ գնաց դիմեց քաղաքապետարան եւ որոշեցինք, որ կարող է քաղաքացիներին հետաքրքրի լսումները, ոչ բոլորը հնարավորություն ունեն դա ներսում նայել, ուս կարող է քաղաքացիները ուզում են գան մեզ անձամբ ինչ-որ հարցեր տան, պատասխաններ ստանան եւ այլն, շատ լավ առիթ է այս լսումներով, որպեսզի քաղաքացիները հավաքվեն, էկրանը տեղադրել ենք, էկրանից հետևեն, եթե նկատել եք բեմ դրած չի, որովհետեւ ես կարծում եմ վաղուց ելույթների ժամանակները անցել են, արդեն քաղաքացուն պետք է անել կոնկրետ առաջարկ, այսօրվա մեր առաջարկն է, Ժորժ ջան, եկեք, հավաքվենք, իրար հետ լսումները անենք, որս ինչ մոտեցում ունի, ինչ կարծիք ունի, ինչ որ լավ առումով եւ այլն, այդ էլ միասին հաշվի առնենք, շարժվենք առաջ, հասնենք մեր նպատակին։ Քանի որ լսումներ են գնում Ազգային ժողովում, իմպիչմենտի հետ կապված, այդ հարցն է քննարկվում։ Ես այդ առումով եմ եկել ակնկալիքով, որ այստեղ կլինեն 100,000-ավոր հայեր, բայց ցավոք տեսնում եք որքան ենք։ Այնուամենայնիվ քիչ չենք, որ եկել ենք տեսնենք հարցը ինչպես է, այդ հարցի լուծումը ինչպես է կայանում Ազգային ժողովում, լսենք բանախոսներին եւ անենք մեր եզրակացությունը արդյոք այս իմպիչմենտի գործընթացը կարող է մեզ բերել արդյունքի, որոշենք, եզրահանգումներ անենք։ Տեսնելով հայտարարություն այսօրվա հավաքի համար, մասնակցությունս եմ ուզեցել բերել այստեղ աջակցություն Դավիթ Համբարձումյանի։ Հույսեր ունենք, որ կատարվի իշխանափոխություն, այս ամբողջ անիրավություններին վերջ կտրվի մանավանդ ամենաառաջնային ցավն եմ ապրում, որ հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա, որ այսօր կալանավորված են մեր հոգևորականները, բարձրաստիճան հոգևորականները, որոնցից սնվել է այս ժողովուրդը, որոնք հայը, Հայաստանը, հայկականը միշտ փորձել են պահել բարձունքի վրա։ Այսօր իշխանություններն արգելում են խոսենք Մասիսի մասին, դասագրքերից հանել են հայոց պատմություն, չգիտեմ, եկեղեցու պատմություն, Մեսրոպ Մաշտոցի նկար, առաջի դասան երեխեն պիտի QR-կոդով տեղեկանա։ Ամեն ինչն ուզում են ջնջել մեր մեջից։ Հենց առաջնային այսօր ես դրա համար եմ այստեղ։ Արարատը մերը չի, չգիտեմ, ինչը մերը չի, Զանգեզուրը մերը չի, բա ինչն է մերը։ Ունեցել ենք մենք հայրենիք ընդհանրապես։ Դրա համար ասում են հայոց պատմություն չի, Հայաստանի պատմությունը։ 90 թվականից հետո նոր Հայաստան ա եղել, դրանից առաջ չի եղել։ Հույսով եմ, որ կգան խելացի մարդիկ, փողակեր չեն լինի, գողեր չեն, սրանք գող են։ Բայց չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հեշտ ու հանգիստ հրաժարական չի տա։ Դե ուրեմն վերջը վատ կլինի իրան։ Շատ վատ ա լինելու իրա վերջը, ինքը չպատկերացնում։ Այսինքն պատկերացնում է, վախենում է, ես պատկերացնում սիրտը դող ոնց է քնում ամեն գիշեր։ Ես հույս ունեմ, որ այս գործընթացը մինչև վերջ գնալու է եւ հասնելու է իր նպատակին եւ կարեւոր գործընթաց է սա։ Իմպիչմենտի եթե զարգացած երկրներում, բոլոր երկրներում իմպիչմենտով են հիմնական գործընթացը։ Ճիշտ է, ժողովրդի գործոնն էլ կա, փողոցն էլ կա, բայց հիմնական ես կողմ եմ իմպիչմենտի։ Գիտեք, ես այնտեղ եմ, որտեղ կա պայքար Նիկոլի ու իր խունտայի դեմ, որտեղ սա իշխանություն չէ, սա խունտա է, սա ազգադավություն է, սա
ես չգիտեմ էլ ինչ, ղազալ բաշներ են սրանք։ Ակցիայի մասնակիցների թվում էր Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Նա կոչ արեց ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել իմպիչմենտի գործընթացին աջակցելու համար։ Մենք մի գործընթացի մեջ որ մտնում ենք հաջողություն ունենալու համար, հետևաբար այո կարծում եմ կհաջողվի։ Իսկ մարդկանց քիչ լինելը ձեզ մտածում չի Ինչ չեն կարծում որ մարդիկ քիչ են, մենք ավելի ռեսուրս չենք էլ օգտագործել, փորձել ենք հայտարարությունների տեսքով մարդկանց կոչով հրավիրել այստեղ եւ ամեն ինչ նորմալ է կարծում։ Հնարավոր է որ 2026 թվականի ընտրություններին Մենք այսօր ասել եմ, այո, մեր օրակարգը իմպիչմենտն է։ Եվ դա պիտի տեղի ունենա մինչ 2026 թվականի ընտրությունները։ Ձեզ պետք է ժողովրդի համախմբվածությունը, չէ՞ նաեւ։ Սկզբից ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ այո մեր ժողովրդի եւ ժողովրդի համախմբվածությունը առհասարակ է պետք ոչ միայն քաղաքական process-ների ժամանակ առօրյա կյանքում էլ է պետք է համախմբվածությունը բոլոր երկրում տեղի ունեցող գործընթացների ժամանակ էլ է պետք է համախմբվածությունը առհասարակ մեր երկրի ապագայի համար էլ է պետք ժողովրդի համախմբվածությունը ես միշտ ասել եմ երբ որ մենք համախմբված ենք լինում մենք միշտ հաղթանակներ ենք ունենում երբ որ պարակտվում ենք մասնատվում ենք մենք միշտ պարտություններ ենք ունենում հետեւաբար բոլոր գործընթացների ժամանակ միշտ պետք է մեր ժողովրդի համախմբվածությունը Պարոն Դավիթ Համբարձումյան կողքին կայնելու եմ ու կայնելու եմ միջև վերջ որովհետև ժողովրդի համար լիքը լավ բաներ արած է լիքը լավ բաներ արել պարոն Դավիթ Համբարձումյանը ու մենք այսօր մեր ձայնն ենք բարձրացնում ազգային ժողովի դիմաց որպես մեր ժողովուրդը ուշքի գա միջև երբ է սենց լինելու Դավիթ Համբարձումյանի որդին է ընկալիքս շատ մեծ է բայց որպես տնող իմ մեծ անհանգստություն կա, որտեղ մեծ ծանր պատասխանատվությունը վերցրել իմ տղան։ Բայց ես հանգիստ եմ, որ լավ կլինի։ Հայ ազգի համար, մեր երկրի համար։ Նշենք, որ Հայաստան խմբակցությունը եւս միացել է իմպիչմենտի գործընթացին։ Այդ մասին ազգային ժողովում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ արդեն իսկ ստորագրություններ են փոխանցել պատիվ ունեմ խմբակցությանը։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։